Ինչ է անհրաժեշտ Հայաստանին։ Ինչ։ Ժպիտ։ Արժանապատիվ կենսաթոշակ։ Անվտանգություն։ Մեզ անհրաժեշտ է առողջ սնունդ։ Շատ լավ ֆուտբոլ ու լավ կինո։ Կենսունակ տնտեսություն։ Միջազգային գործընկերներ։ Որակյալ կրթություն։ Բարեկիրթ քաղաքացիներ։ Շատ երեխաներ ու բարություն։ Երկրագործը ունի հիմք, հող, նրա ձեռքում կա նյութ, ասել է ուժ և կարողություն, բայց երբ թողեց երկիրը ու գնաց քաղաք, այնտեղ ոչ հող կա, ոչ նյութ, երկիրը պակասեց երկու ձեռքով։ Միքայել Նալբանդյան, երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ, 1862 թվական։ Իսկ ինչպես անել, որ գյուղատնտեսությունը լինի շահավետ, չխախտվի գյուղի և քաղաքի բալանսը, և այսօր այս թեմայով կխոսենք մեր հյուրերի հետ։ Հայաստանի ագրարային համալսարանի դոցենտ, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու պարոն Ռուդիկ Նազարյանն է մեր հյուրը, Մուլտի ագրովելի գլխավոր գյուղատնտես պարոն Համլետ Հովսեփյանը։ Դավիթ Հարությունյանն է գյուղատնտես և Հարություն Նացականյանը գործարար ֆերմեր։ Եվ սկսենք հենց այնտեղից, թե ինչպես պետք է անել, որ չխախտվի այդ բալանսը, պարոն Նազարյան, գյուղի և քաղաքի և այդ միջավայրը, որպեսզի մնա այնպիսին, ինչպիսի մեր պատկերացումներում է։ Շնորհակալություն, եթե մեկ բառով բնութագրենք, անհրաժեշտ կլինի, որ մարդիկ գյուղում զբաղվեն իրենց գործով, քաղաքում զբաղվեն իրենց գործով և յուրաքանչյուրը իրենց, այսպես ասած, առաքելություն ունենան։ Եթե տեսեք, եթե մենք խոսում ենք գյուղում, գյուղացի, հողագործ, մշակ եւ այլն, այս հասկացությունները այսօր մի փոքր փոխված են, ես միշտ նշում եմ, որ հողօգտագործող կամ տնտեսավարող, որովհետեւ մենք ունենք Երևանաբնակ կամ քաղաքաբնակ շատ ֆերմերներ, ովքեր մարզերում զբաղվում են գյուղատնտեսությամբ եւ շատ հաջող փորձեր կան նաեւ։ Իսկ գյուղի գյուղատնտեսությամբ զբաղվելու ուրեմն արդյունավետությունը հիմնականում պայմանավորված է նրանց արտադրության կազմակերպման որակից, տեխնոլոգիաների պահպանումից եւ ընդհանրապես պետք է ճիշտ գնահատել առաջարկը, պահանջարկը, որպեսզի գյուղատնտեսությամբ զբաղվելը լինի արդյունավետ, եկամտաբեր եւ մարդիկ ուղղակի հողօգտագործողը համենայն դեպս հուսախաբ չլինի։ Սա շատ կարեւոր է, թե այս մեխանիզմում ով պետությունը, մարդիկ, ընդհանրապես կրթությունը գյուղատնտեսական, թե ինչ դեր ունեն, արդեն յուրաքանչյուր օղը պետք է պահպանել։ Գյուղատնտեսությունը ինքը արտադրությունը ամբողջական կառույց պետք է դիտարկել եւ դրա յուրաքանչյուր օղակի անտեսումը հետագայում բերելու է խնդիրների։ Գյուղատնտեսությունը այդ կարգի արտադրությունը։ Գյուղատնտեսական արտադրությունը, եթե վերցնենք բազային տվյալներով 1991 թվականից սեփականաշնորհում եւ այլն, ես նկատի չունեմ նախորդ խորհրդային միության տարիներին սովխոզ, կոլխոզներ եւ այլն։ Դրանից հետո մենք ունեցանք համակարգային փոփոխություն եւ հիմա արդեն անցել է ավելի քան 3 տասնամյակ ավել, 3.5 տասնամյակ։ Եվ մենք արդեն ունենք բազային տվյալներ գնահատելու սեփականաշնորհումից կամ արտադրական հարաբերությունների փոփոխությունները մեզ ուր են տարել։ Եթե մեկ հայացքով գնահատենք այսօր գյուղատնտեսության ընդհանուր վիճակը, տեսեք, մենք բոլորս պոտենցիալ սպառողներ ենք։ Հայաստանի Հանրապետությունում այսօր մեծ հաշվով չունենք արտադրանք, որ մենք ուզում ենք դա գնել, բայց չենք ճարում, մեծ հաշվով։ Միանշանակ չպետք է գնահատել ամեն ինչը։ Սակայն դրա հետ մեկտեղ, այո, մենք ունենք շուկան բավարար է, շուկան հագեցած է, բայց ունենք նաև շատ խնդիրներ կապված այդ հարցերի հետ։ Եթե նշենք, որ 125 կամ ես թվեր ուղղակի չեմ ուզում բերել այստեղ, թվերը պարզ հասանելի ինֆորմացիա է, բոլորը կարող են վերցնել այդ թվեր, թե ինչքան մենք անմշակ վարելահող ունենք այս
սակավահող կամ սահմանափակ հողային ռեսուրս ունեցող երկրում սա արդեն ինչ որ մի բանի հետևանք է։ Ինչ որ մի սխալ գործունեության։ Ու ինչ որ ասելով մենք գիտենք արդեն դա համակարգային խնդիր է եւ այն խնդիրները, որոնք այսօր գոյություն ունեն գյուղատնտեսության արտադրությունում, դրանք մեծ մասամբ համակարգային են։ Եվ դրանց ես կփորձեմ անդրադառնալ։ Եվ մինչև դրանց անդրադառնալ եւ ձեր լուծումներն առաջարկելը, ես ուզում եմ պարոն Հովսեփյանին հարցնել նորագույն տեխնոլոգիաների ազդեցության մասին։ Հենց գյուղատնտեսության ոլորտում, որի մասնագետն եք դուք եւ Ուկրաինայում կարծեմ ձեր փորձը կիրառվել է եւ հիմա նաեւ Հայաստանում եք։ Նորագույն աշխատանքները այնա, որ կաթելային համակարգն է, որ ավելացնում է 100% արդյունաբերություն ավելացնում, որ այսօրվա դրությամբ մեր երկրում ինչ որ կա, լրիվ հին ձևերով են օգտագործում ամեն ինչը, ջուրը ավելի շատ ռեսուրսով, սելիտրան ավելի շատ ռեսուրսով, ոչ մի բանին կոնտրոլ չկա։ Դրա համար էլ իսկ տեխնոլոգիա որ անում ես, ամեն ինչ այնքան ես տալի, որ ինչքան իրան է պետք, ոչ թե չես խեղդում էլի բույսին, իսկ հիմնական խնդիրը այն է, որ ժողովրդի մոտ 90%-ը առումներով են ջրում, այն 80-60-ական թվականների տեխնոլոգիան է ու դրանով զբաղվում են, հետո իրանց աշխատանքի արդյունքը չեն տենում։ Իսկ կաթելային համակարգը ջուրը երբ որ պետք է այդ վաղտես տալի, հետո ջուրը տալուց կաթելային համակարգով դու հողը հարուստացնում ես, հողը աշխատում է, հողի մեջի բակտերիաները աշխատում են, համ վերևը, համ ներքևը։ Իսկ որ վերևից ջրում են, բույսը այնպես բան է, որ վերևից որ ջրում ես, բույսը հիվանդանում է։ Բայց ամառվա շոկին պետքա որ ներքևից ջրես, դու վերևից ես ջրում, ավտոմատիկորեն համ բույսին հիվանդացնում ես, համ նորից քիմիկատներ, նորից բուժում ես, նորից հիվանդացնում ես, առողջացնում ես, նորից բուժում ես։ Պարոն Հովսեփյան, բայց այդ կաթիլային համակարգը նաև ներդրում է, չէ՞։ Հա, ներդրում է պահանջում, բայց այդ ներդրումը ինքը իրանը փակում է ու արդյունավետանում է։ 100%-անոց ավելացում է երկաթվությունը։ Հարություն, գյուղատնտեսությունը ինչ խնդիրներ ունի այժմ շատ կարճ եւ ինչ պատկեր ունենք։ Տեսեք, գլխավոր խնդիրը 450,000 ընդհանուր գյուղատնտեսական նշանակության հողերից Հայաստանում օգտագործում են ընդամենը 200-210,000 հեկտարը։ 450-ից 450-ից, նո լավ, հաշվենք 250, համարյա 40-ից 50% հողա տարածք ընդհանրապես չի օգտագործվում։ Մի քանի պայմաններից ելնելով, առաջինը ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, երբ որ սկսեցին, այսպես ասած, սեփականաշնորհման գործընթացը եւ հողերը մասնատվեցին, մասնատված հողերի վրա հատկապես հացահատիկային, հատիկանդեղենային մշակաբույսերի աճեցման համար դարձավ ոչ նպատակահարմար։ Ծախսը բավականին բարձրացել է, հողը փոքր է, տրակտորը, որը մեծ հողատարածք պետք է վարի, վառելիքը քիչ կծախսի, սահմանային կտորները քիչ են եւ այլն, վառելիքի ծախսը ավելանում է, փոքրածավալ գործողությունների ընթացքում գինը բարձրանում է, ինքնարժեքը բարձրանում է, արդյունքը նվազում է եւ պլյուս սխալ պարտացման հետևանքով մեր ցանկաշրջանառություն չկիրառելով մեր հողատերերը բերեցին հողերի դեգրադացման։ Եվ հողերի դեգրադացման հետևանքով հողերի բերքատվությունը սկսեց բավականաչափ պակասել, ինչը բերեց արդեն ֆերմերների վնասով աշխատելուն եւ աստիճանաբար հրաժարվեցին մշակելուց։ Երկրորդ ամենակարևոր խնդիրներից մեկը ոռոգման խնդիրներն են, որ միջև հիմա եւ գյուղատնտեսության մեջ 21-րդ դարում ընդհանրապես անհրաժեշտ է երկու բան, նույնիսկ հող անհրաժեշտ չէ՝ արև եւ ջուր։ Որտեվ հիդրոպոնիկ գյուղատնտեսությունն է զարգանում եւ հիդրոպոնիկայով ամեն ինչ կարող ես անել, երբ որ ոռոգման համակարգը եղավ այն աշճանի վրա, որ 90-ականներին գրեթե անհնարին դառավ ոռոգելը շատ հողատարածքներ, այդպես այգիներ չորացան, բազմաթիվ տնկարկներ շարքից դուրս եկան եւ աշճանաբար այդ թիվը կրճատվելով հասավ մինիմումի, այսինքն մոտ 50%-ի չափ արդեն սկսեցին չօգտագործել այդ գյուղնշանակության հողերը, ինչը Հայաստանի պարենային անվտանգության համար լրջագույն խնդիր է, որովհետև ինչքան քո գյուղատնտեսությունը զարգացած եղավ, այնքան պարենային անվտանգության առումով ավելի դու եւ ինքնաբավ կլինես եւ պատերազմի սահմանների փակվելու դեպքում դու կարող ես գոնե ինչ-որ ժամանակաշրջան ինքդ քեզ բավարարել սննդով։ Իսկ մենք այսօր շատ քիչ ապրանքատեսակներ ունենք, գյուղատնտեսական արտադրանք ունենք, որով մենք ինքնաբավ ենք։
Ցորենի առումով մաքսիմում 20-30% է ինքնաբավությունը, կարտոֆիլը տարիներ է լինում ամբողջությամբ ինքնաբավ ենք լինում, տարիներ է լինում, երբ որ Ռուսաստանում գնանկում եղավ եւ բավականին ցածր գնով կարտոֆիլներ մուծվեց, Հայաստան մերը մնաց ամբողջությամբ թափեցին, հաջորդ տարի չմշակեցին եւ մենք ունեցանք կարտոֆիլի դեֆիցիտ։ Եվ մնացածը լավ առաջարկները արդեն մյուս Պարոն Հարությունյան, Պարոն Հարությունյան, ձեր պարագան մի փոքր տարբերվում է։ Մենք պետությունը, մասնագետները մշակում են օրենքներ, հնարավորություններ ըստ իրենց սահմանումների, որը պետք է հասնի ձեզ եւ որից պետք է օգտվեք դուք, մարդ, որը բնակվում է Լոռու մարզի Եղեգնուտ գյուղում եւ ունի փոքր տնտեսություն։ Հիմա ինչպես են ազդում այս ամենը ձեր վրա, դուք ինչ եք զգում։ Ես տվյալներով ասեմ, վերջի մի քանի տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության կարելի ասել բոլոր գյուղերում անասնապահության ճյուղը հետ է գնում, այսինքն խոշոր եղջերավոր անասունները կիսով չափ նվազել են։ Դրա խելացի գոմերը բանը ոչ մի բանով չնպաստեցին։ Նպաստեցին, բայց այդ պայմանները, որոնք որ թելադրում են այդ ծրագրերը, ավելի բարդ են գյուղացու, հասարակ գյուղացու համար, ավելի սենց դժվար են դրանց կիրառելը, այնտեղ տարածքների խնդիր կա, որ պետք է համապատասխանի, ու այդպես կերի խնդիր կա, որ պետք է, այսինքն ծախսը ավելանում է։ Հասարակ գյուղացին դրանց պատրաստ չի։ Դրա հիմնական պատճառը, որ տեղական անասունների զարգացումը առաջ չի գնում, իմ կարծիքով հիմնական պատճառը գյուղմթերքի, կաթնամթերքի եւ մսամթերքի ինքնարժեքի ոչ ստաբիլ լինելն է։ Այսինքն գյուղացին կարա մի տարի շարունակ աշխատի անասունների մսի վրա, մի տարի կերակրի ընթացիկ ծախսերը անի ու կտրուկ գնիչեցում տեղի ունենա, գյուղացուն կանգնեցնի բարդ խնդրի առաջ։ Որքանով է ապահովագրված այս գործունեությունը, ասենք թե գնաճ չեղավ, ինչ որ մի բան եղավ, ինչ որ մի վիրուս հայտնվեց, ինչ է տեղի ունենում։ Ներկա պահին Եվ մասնագետներ կան արդյոք, որ դրա առջև կանգնեն, հա, այդ անասնաբուժներ են, չգիտեմ, տեսչություններ են։ Մասնագետներ բնականաբար կան, բայց մասնավոր մասնագետներ են։ Այսինքն դուք պետք է վճարեք։ Այո, վճարովի մասնագետներ են։ Ներկա պահին հանրապետությունում կա հիվանդություններ, որոնք եւս նպաստում են գնիչեցմանը։ Իսկ եթե օրինակ դուք ունեք 4 խոշոր եղջերավոր անասուն եւ հիվանդանում են կամ մեկը անկում է, հիմա այդ պարագայում փոխհատուցում տրվում է գյուղացուն, չի տրվում, ինչպես է լինում այդ ամեն ինչը, ով է զբաղվում բուժման ծախսերով։ Հիմնականում փոխհատուցումներ լինում են, բայց հստակ ինչ որ տենց սահմանված կարգ չկա էլի դրա համար։ Իսկ կաթնամթերքը ոնց է իրացվում։ Կաթնամթերքը իրացվում է շատ ցածր գնով, տարվա կտրվածքով կաթի գինը միջինը 130 դրամ, որը շատ ցածր է իմ կարծիքով, որ գյուղացին երիտասարդը մտածի եւ զբաղվի անասնապահությամբ։ Եվ այս պատճառով էլ գյուղից գալիս են քաղաք։ Պարոն Հովսեփյանը նշեց այս բուժանյութերի կամ մեզանում ասում են թունաքիմիկատների մասին, արդյոք այս շուկան վերահսկվում է, արդյոք, որովհետև շատերը ասում են, որ չօգնեց, մենք ինչ որ բան արեցինք, տարեկան այսքան գումար ենք ծախսում, բայց էլի այս պտուղների բերքի հիվանդությունը չի պակասում, ինչ կասեք։ Եթե կհիշեք, մի քանի ամիս առաջ Պիպոյան Դավիթի եւ լրագրողների հետ փոքր հետաքննություն արեցինք եւ պատահականության սկզբունքով ընտրվեց պտուղ բանջարեղենների որոշ տեսակներ շուկայից եւ տվեցին ՀԲԼՑԿ-ին հենց պետական լաբորատորիայի, որ հետո չկարողանան հերքել եւ շատ մտահոգիչ տվյալներ եկան, որ գրեթե բոլորի մեջ հայտնաբերեցին
թույլատրելի նորմը գերազանցող ծանր մետաղներ, պեստիցիդներ, արգելված նյութեր, ինչը հետևանքը մենք բոլորս գիտեինք ու սա լավ լուրջ խթան ազդակ եղավ, որ տարածվի ամբողջ ԶԼՄ-ների դաշտով, որից հետո ՍԱՏՄ փորձեցին պետական մակարդակով անդրադառնալ ու ասացին դա այդքան վտանգավոր չի։ Ու թեման փակեցին, ինչը իրականում շատ վատ է, որտեղ առաջինը դա արտահանվող պտուղ բանջարեղենի համար գրեթե կարելի է անհնարին է դարձնում, երկրորդը բնակչության մենք առողջական խնդիրներ ունեցող բնակչության տոկոսային առումով որ տեսնում ենք, թե ինչ մեծ տոկոս է կազմում ու ոչ պաշտոնական տվյալներով 100,000 բնակչի հաշվով 400 քաղցկեղով հիվանդ ունենք, դա սարսափելի մեծ թիվ է, աշխարհում առաջատարներից մեկ է։ Դա նաև հենց այդ չվերահսկվող թունաքիմիկատների, պարտանյութերի օգտագործման հետևանքը։ Ֆերմերը ինքը մասնագետ չի, գյուղացին ինքը մասնագետ չի, ինքը բույսերի պաշտպան չի, ինքը ագրոնոմ չի, ինքը գնելով խանութից որոշակի քանակության պեստիցիդ, որը չվերահսկվող քանակության վաճառում է, ինքը չգիտի ինչ դոզայով մատակարարի։ Ենթադրենք փոքր հողատարածքները ոչ բոլոր ֆերմերներ կարող են իրենց թույլ տալ գյուղատնտես հրավիրել, որպեսզի գյուղատնտես անի։ Ինչը բերում է եւ կարտոֆիլի եւ մնացած շատ մշակաբույսերի մեջ արգելված նյութերի թույլատրելի քանակի մի քանի անգամ գերազանցելուն։ Ես անձամբ մի անգամ շվեյցարիա ապրանքի նմուշ եմ ուղարկել, որի մեջ կար պրոպամոքարբ կոչվող նյութ, ոչ թույլատրելի նորման գերազանցող 6 անգամ։ Կարտոֆիլի մեջ երբեմն հայտնվել է թույլատրելի նորմը գերազանցող 5000%-ով ավել ազոտի չափաբաժին։ Ու այս խնդիրը լրջագույն խնդիր է ու առ այսօր չի վերահսկվում, չի կոնկրետ չի համակարգվում, ինչը բերում է իր բացասական հետևանքները բոլոր առումով, արտահանումից սկսած մինչև բնակչության առողջական խնդիրներ։ Պարոն Հովսեփյան, ինչպես ստանալ առողջ ապրանք։ Վարդենիսում մի քիչ եղանակի կլիման ունեցա, որ որոշ բաներ ավելի հեշտ է, քան Արարատյան դաշտավայրում, որովհետև Վարդենիսում եթե ցուրտ է, կոնկրետ ցուրտ է, իսկ այդ թռչող այդ միջակները այնպես չեն կարող այնտեղ ձու դնեն, գոյություն պաշտպանելը իրանց համար շատ դժվար է։ Իրան գալիս են Արարատյան դաշտավայր ու այդ Արարատյան դաշտավայրում որ հողագործություն ազգում ինքը պետք է սիստեմատիկ աշխատի, ոչ թե սպասի, որ գան ձու դնեն այդտեղ, հետո ձվից ворթ լինի, հետո դեմը պայքարեն, չեն կարող բրծնեն դրանից։ Իսկ որ սիստեմատիկ օգտագործում են թունախիմիկատները, այդ ֆոնը կարող են պահեն, էլի, agrarni ֆոնը կարող են պահեն։ Իսկ Վարդենիսում քշերները ցուրտ է, ցերեկներն է ցուրտ, այտենց ոնց իրանց համար կլիման նույնպես չի համապատասխանում, բայց բույսը նորմալ աճում է, բույսը որ սերմով ցուրտ տեղը աճում է, ինքը այտենց էլ զարգանում է, իսկ ասենք թե իսկ Արարատյան դաշտավայրում մարդիկ ընկնում են կրակի մեջ, որ շոկեր ընկնում է, ինչ անում են 24-ից 25 աշանից բարձր թույների արդյունավետությունն էլ դառնում է 70%-ով թուլանում է։ Հետո թույնն էլ շատ է։ Դրա համար արդեն տալիս են 300% թույն են տալի, որ գոնե 30%-ը բույսի վրա են օգուտ տա կամ ազդի։ Իսկ կանխարգելելու տարբերակ չկա։ Դե կա տարբերակ, ասենք թե որ բանա որ Վարդենիսում աճում, պետք է Վարդենիսում աճի, որ բանա որ Արարատյան դաշտավայրում աճում, Արարատյան դաշտավայրում անեն։ Արարատյան դաշտավայրում լավ ծիրան ալնում, լավ մրգեր ալնում։ Հա, բայց այնտեղ էլ կարտոֆիլ են անում, որ առաջի կարտոֆիլը վաճառեն։ Իմաստավորն անդե Գեղարքունիքի մարզում արևային պանելներ են դնում վարելահողի վրան, իսկ ստել դրա համար ամեն ինչը պետք է այնտեղ անեն, որտեղ որ պետք է, ասենք, դե որ ստե եթե ծիրանն է լավ անում, թող ծիրան անեն, ծիրանից ավելի շատ արդյունաբերություն կստանան, քան թե այն բան անեն, որ 300%, 400% քիմիկատներ տան, ու դրանից հետո դրա հետևանքները հաստված գիտի ինչ կլինեն։ Պարոն Ազարյան, գյուղատնտեսության մեր տեսլականը ո՞րն է։ Մենք ինչպիսի գյուղատնտեսություն ենք ուզում։ Իհարկե գյուղատնտեսության մեր տեսլականը այն է, որ անձամբ իմ կարծիքն է, որպեսզի մեր գյուղացին ինքը հողօգտագործողը արդյունավետ արտադրություն կազմակերպի եւ ինքը ես չէի ասի այդ բառը որ կպնի հողին մնա, այսինքն պետք է ամեն մարդ զբաղվի իր սիրած գործով։ Եթե այսօր մարդը ֆերմեր է եւ ինքը պետք է մտածի արդյունավետ օգտագործի իր ամբողջ ռեսուրսները եւ տարես տարի ընդլայնի իր արտադրական հնարավորությունները։ Եվ սա արդեն կնպաստի ընդհանուր երկրի գյուղատնտեսության զարգացմանը։ Մենք խոսեցինք թունաքիմիկատներից։ Մեկ օղակ, այստեղ մասնագիտական մոտեցումների խնդիր է։
Մասնագիտական մոտեցում երբ որ եղավ, այսօր Հայաստանում ֆերմերային մեծ տնտեսություններն են դա իրականացնում։ Փոքր տնտեսությունները չեն կարող ամեն տնտեսություն հրավիրի մասնագետի եւ այդ թունաքիմիկատների ուրեմն քանակները եւ այլն կամ պարարտանյութերի քանակները ճշտվի եւ ասվի։ Տեսեք հիմա եթե ժամանակին նույնիսկ չեն օգտագործում թունաքիմիկատը, եւս 2-3 անգամ են օգտագործում։ Այսինքն կամ պարարտացումը 2-3 անգամ ավել նորմայով, դոզայով տալիս են բույսին, հողին եւ ավելացնում են քիմիական ծանրաբեռնվածություն առանց որևէ արդյունավետություն ապահովելու։ Բայց եթե մասնագետը ինքը կասի, որ այս ժամկետին պետք է սրսկել եւ այս թունաքիմիկատը այս հիվանդության դեմ, արդեն ավելի քիչ կլինի քիմիական ծանրաբեռնվածությունը։ Այսօր դե ֆակտո այդ դերը իրենց վրա վերցրել են թունաքիմիկատների խանութի վաճառողները կամ աշխատողները կամ թեկուզ տերերը։ Խորհրդատվության դա շատ կարևոր օղակ է, շատ կարևոր բույսերի պաշտպանությունը։ Գրագետը այդ խորհուրդը։ Դա ես չեմ ուզում դեռևս դրան անդրադառնալ, բայց ինքը այսօր դե ֆակտո այդ process այդ բեռը իր վրա է վերցնում, այսինքն ինքն է խորհուրդը տանում են մարդիկ, ես տեսել եմ բազմաթիվ անգամներ, տանում են տերևը բույսի։ Ասում են, այս հիվանդությունն է, ինչ անենք սրա հետ։ Ասում են, լավ, այս դեղը չափում լսում ես սրվակը, կլսնես 10 լիտր ջրին ու կսրսկես։ Բայց որևէ ժամկետ, այսինքն տեղում մոնիտորինգ չի ընդհարկվում, այսինքն որ փուլում է գտնվում տվյալ հիվանդությունը վնասատուն, արդյոք ձվադրման փուլում է, թե արդեն ձվադրել է եւ արդեն սերունդ է տվել, դրանք տարբեր բաներ են, սրանք այսինքն մասնագիտական լուրջ մոտեցումներ են պահանջում։ Եվ մյուս հարցերը նույնպես։ Հողի մշակությունից եթե մենք սկսենք, միջև բերքահավաք եւ հետ բերքահավաքյան նույնիսկ աշխատանքները, դրանք բոլորը պահանջում են մասնագիտական լուրջ մոտեցումներ։ Դա կլինի փոքր ֆերմեր ու փոքր ծավալ արտադրական նկատի ունեմ, թե խոշոր ֆերմերային տնտեսությունները։ Թե ընդամենը տնամերձ։ Թե ընդամենը տնամերձ, այո։ Պետք է լուրջ գյուղատնտեսություն ընդհանրապես եզրագործությունը պահանջում է բարձր կուլտուրա։ Ճիշտ է, ինքը ժամանակ է լինում, որ փոշոտ գործ է, չգիտեմ, նաև դժվար գործ է, բայց ինքը բարձր կուլտուրա է պահանջում եւ դրանով զբաղվող մարդը պետք է լինի շատ բարեխիղճ, նրբանկատ, բարձր բարոյականությունը, բարձր բարեխիղճ, այո, եւ պետք է շատ նուրբ մոտնենա բոլոր մասնագիտական հարցերին։ Մեր պետությունը այդ հարցին կարծեք թե նուրբ չմոտեցավ։ Հիմա ինչպես է համակարգվում այդ ոլորտը։ Ով ում բարեկամն է այստեղ։ Տարբեր ոլորտներում պետությունը ունի, տարբեր օղակներում ես սկզբից նշեցի, պետությունը իր դերը ունի եւ վերջին հաշվով պետք է այն գերատեսչությունը լիներ, որը հիմա չկար, որը հիմա տեսեք, մենք ունենք համակարգային խնդիր։ Այդ խնդիրները ովքեր են լուծելու։ Լուծելու են ոլորտի պատասխանատուները, պետական պատասխանատուները, պետական այրերը։ Հիմա պետք էր կառույցը չկա։ Հիմա անդրադառնամ նաև գամկերին խորհրդատվական ծառայությունների մարզային։ Փակվել են դրանք, չկան, կար մի համակարգ, կար ժամանակին, գործում էին, եւ գիտեք խնդիրը որն է այստեղ։ Մենք բազմաթիվ տարբեր ծրագրերի ուրեմն շրջանակներում շրջում ենք նաև տեղերում, տեսնում ենք, խոսում ենք, զրուցում ենք ֆերմերների հետ, գյուղացիների հետ, եւ մարդիկ եթե խնդիր են ունենում, նրանք մնում են միայնակ այդ խնդրի հետ։ Նրանք չգիտեն ինչ լուծում գտնեն եւ ումը դիմեն։ Սա է գլխավոր խնդիրը, բայց եթե գոնե մենք ունենում ենք գործ, ես ձևի համար չէ որ ասում եմ, ես նկատի ունեմ նորմալ գամկի մարզային խորհրդատու մասնագետների մասին է խոսքը։ Եվ դրանք ինչքան շատ, այնքան լավ, յուրաքանչյուր 2-3 համայնքի համար գոնե 1-2 ագրոնոմ պետք է լիներ։ Էլ չեմ ասում, որ գյուղապետարանների, չգիտեմ, հաստիկային ագրոնոմներ պետք է լինեն։ Վերջին հաշվով հիմա ինչ արտադրական հարաբերություններ որ լինի, այդ հողը մնում է եւ այդ հողը պիտի մշակվի։ Եվ ի վերջո այդ հողը Հայաստանի Հանրապետությունն է։ Դա մերն է, հիմա մենք մշակենք, չմշակենք, տեսեք հիմա չենք մշակում, արդեն խնդիրներ ենք ունենում։ Եվ հիմա արդեն հարց է հետագայում մենք այդ հողերը, որոնք որ չեն մշակվել, հիմա որ մենք ունենք, արդյոք դրանք կարող ենք վերադարձնել կյանք։ Արդյոք ինչքան մեծ ռեսուրսներ են պահանջում, որպեսզի մենք հողեր կան, որ արդեն ճմուտների են վերածվել։ Նույն Լոռու մարզում տարբեր, ես չեմ ուզում տեղեր հատուկ նշել, շատ տեղեր տեսել ենք, որ արդեն նրանք ճմուտների են վերածվել։
Եվ հիմա ինչքան ռեսուրսներ պետք է դնենք, որպեսզի այդ հողերը հետ վերադարձնենք մշակություն։ Այսինքն դուրս է գալիս խոպան, խամ հողերի յուրացում պիտի իրականացնենք։ Պետության դերը, այո, յուրաքանչյուր հողօգտագործողը, հողի մշակը կամ տնտեսավարողը, գյուղատնտեսությամբ զբաղվող յուրաքանչյուր պահի պետք է իր թիկունքում զգա պետության հոգացության շունչը։ Յուրաքանչյուր պահի, որովհետև գյուղատնտեսական արտադրություն ինքը դժվար եւ բաց երկնքի տակ մեծամասամբ։ Պարոն Հովսեփյանը այս թեբայով ավելացում ունի։ Այսօր նորագույն տեխնոլոգիաներով անում ես, միանգամից արդյունք ես տենում։ Իսկ դուք ունեք չափած այդ արդյունքը, օրինակ, ինչքանի պարագայում ինչքան ավել արտադրանքի գյուղմթերք է ստացվել, համեմատություն։ Ինչը որ ամեն ինչի պարագայում կաթիլային սիստեմը արդյունավետ է։ 100%-անոց արդյունավետ է։ Այդ մեր երկրում էդի պետք է զարգացի, որտեղ մեր հարթավայրը ստե քիչ է, ձորերը, սարերը, անհավասար է հողը, չէր լինի դզել, բայց ասենք թե կաթիլային սիստեմի համար էդի տարբերություն չկա։ Ինքը մեկանույն արդյունքն է տալի։ Իմաստը ո՞րն է, որ երկրում ունենք հնարավորություն, որ կաթիլային սիստեմը զարգանա, մենք դա չենք օգտագործում։ Դե, բայց կապիտալ ներդրում է նաև պետք է այդ հավաքող հավասարները ստեղծել։ Հիմա այդ ներդրումները ճիշտ է, պետք է, բայց ասենք թե եթե մի մարդ կարում է այդ ճիշտ ձևով այդ ներդրումները օգտագործի, հետաքրքիր է, բայց ասենք թե ներդրումները այնպես մարդիկ են ստանում, որ իրանք դրանից իսկի չեն էլ հասկանում։ Այնքան որ այդում են ստանում են, բայց հետո չեն իմանում ոնց անեն այդ ամեն ինչը։ Դրա համար արդեն պետք է այնպես լինի, որ այն մարդիկ ստանան, այն մարդիկ ներդրում անեն, որ արդյունք տենան, որ հասկանում են այդ գործը։ Մասնագետները, ես զգում եմ, որ այստեղ խիստ մասնագետների կարիք կա այդ նորաթուխ, ասենք, ֆերմերների համար։ Իրենք ամեն ինչ չեն կարող իմանալ, չէ՞։ Իհարկե։ Ում եք դուք դիմում Google-ին։ Չէ, դեռ Google-ին չենք ասել։ Ես ունեմ այդ կապերը, կան լավ մասնագետներ, որոնց հետ, բայց այդ լավ մասնագետները բավականին քիչ են։ Ու ինչքան գնում է, այդ թիվը պակասում է, որտեղ Ագրարային համալսարան անցած այս տարի արդեն կատաստրոֆիկ պատմական նվազագույնի հասնող դիմորդների քանակ է ունեցել։ Ու այդ, այո, սրանից ցածր թիվ չի եղել։ Ու կարելի ասել Ագրարային համալսարանը փակման շեմին է, իսկ մեր Ագրարային համալսարանը այն համալսարանն է, որը ազգային անվտանգության խնդիր է լուծում, որտեղ ազգային անվտանգության մեջ մտնում է նաև պարենային անվտանգությունը, որտեղ ինչպես մեր ընկերը, որ քիչ առաջ ասեց, մենք ունենք եւ բույսերի բազմաթիվ հիվանդություններ, որոնք կարանտինային հիվանդություններ են, ունենք կարանտինային միջատներ, այնպիսի վնասատու միջատներ, որոնց պետք է հնարավորինս կանխարգելել, ունենք անասունների հիվանդություններ, բազմապիսի, որոնց դեմ կհիշեք մի քանի ամիս առաջ, որ խոզերը ամբողջությամբ սատկեցին Կոտայքի մարզում եւ որևէ բան չկարողացան անել։ Ու ենթադրենք ծառերի հիվանդություն կա, օրինակ սալորեն ու քոսը շարկային անվանում, եթե դու հանկարծ քո արտանվող բեռի մեջ հանտնաբերեցին սալորենի քոսի ախտանիշներ, կարող է ձեր ամբողջ կորիզավորների արտանումը արգելեն։ Ու դու չկարողանաս որևէ 1 կիլոգրամ ապրանք արտահանել, կան ենթադրենք բակտերիալ այրվածքով հիվանդություններ եւ այլն, այդ ամեն ինչի դեմ միակ պայքարողը դա մեր բույսերի պաշտպաններն են, ագրոնոմներն են, կենթանաբույժների մասին, անասնաբույժների մասին չխոսեմ, որ ասում են, չէ, բժիշկը մարդու կյանք է փրկում, անասնաբույժը մարդկության, որտեղ այդ կենթանու միջոցով տարածվող բրոցելիոզից սկսած տարբեր դաբաղ հիվանդություն, սիբիրախտ հիվանդություն կա ու բազմաթիվ հիվանդություններ, այդ հիվանդությունների կանխարգելման եւ ազգային անվտանգության խնդիր լուծող մասնագետներ են։ Ու այսօր ագրարային համալսարանները այդ բաժիններում 1-2 նույնիսկ դիմորդ չկա։ Դուք պատկերացրեք, եթե մեր անասնաբուծության ոլորտը զարգանա, ունենանք ենթադրենք 2 միլիոն գլուխ մանր եւ խոշոր եղջերավոր անասուններ, այդ 2-3 միլիոն գլուխի համար սպասարկելու համար պետք է մեզ առնվազն ենթադրենք, օրինակ բերեմ 3000 անասնաբույժ ու 450,000 հեկտարի համար այս քանակությամբ բույսերի պաշտպան, այս քանակությամբ ագրոնոմ այսօր չկան։ Եվ վաղը միսօր, երբ որ մարդ ենթադրենք գյուղատնտեսության մեջ ներդրում են, մենք այս խնդիրը հենց հիմա ունենք։ Մարդ այգի է հիմնում, բերում են հիվանդ ծառեր, անորակ ծառեր, տնկում են
Եվ ենթադրենք արմատային քաղցկեղով վարակված ծառեր են։ Այդ ծառերը 7 տարի հետո չորանում են, ու այդ բիզնեսմենը ամբողջությամբ գնում բանկրոտի, այսպես ասած, սնանկացման։ Ու սա շատ կարևոր խնդիր է, սա պետական գործառույթ է, որտեղ մասնավորը չի կարող, պլյուս բանը սատումը պարենի որակի վերահսկողություն, որ շուկա անորակ պարեն չմտնի։ Այս ամեն ինչը դա բացառապես պետական գործառույթ է, մասնավորը չի կարող անել։ Ու պետական քաղաքականություն է իրանից ենթադրում։ Ու ենթադրում է, որ պիտի մենք ունենանք նախարարություն, ինքը կազմակերպի այս ամբողջ ռազմավարությունը, կարճաժամկետ, միջնաժամկետ, երկարաժամկետ ռազմավարությունը պետք է գրի եւ ըստ այդ ռազմավարության, ըստ պլանային մոտեցման փորձի զարգացնել։ Ու ճիշտ կազմակերպման դեպքում տարեկան 25-ից 30% մեր երկրում գյուղատնտեսությունը կսկսի զարգանալ, որտեղ մենք այնքան հետ ենք գնացել ու այնքան մեծ հնարավորություններ ունենք այս գլոբալ տաքացման պայմաններում, քանի որ մենք լեռնային շրջաններում ենք ապրում, ժամանակի ընթացքում տեղեր կար, որ ծիրանը չէր հասնում, հիմա արդեն այդտեղ ծիրանը հնարավոր է աճեցնել, տեսեք հարավային շրջաններում կիվի են աճեցնում եւ ամենակարևոր գործառույթներից մեկը, որ արդեն պետությունը պիտի ամբողջ աշխարհը գնում է թվայնացման։ Նույնը տեղի է ունենում հողերի հետ, հողերն էլ պետք է թվայնացվի, ինչը իրանից ենթադրում հողերի զոնավորում կատարվի, ըստ որոշակի քանակությամբ հեկտարներով նմուշ արվի հողի բաղադրությունը եւ 20 տարվա կտրվածքով մեծիո տվյալները եւ այդ տվյալների համադրումով հասկանալ, որ տարածաշրջանում ինչ կարելի է աճացնել, որպեսզի ստանալ ամենաբարձր եկամտաբերությունը, որից հետո տեղական ընդհանուր շուկայի պահանջարկը հաշվի առնելով իր դրամավարկային հարկաբյուջետային եւ այլ քաղաքականություն բանկերի հետ աշխատելով, բանկերի հետ համագործակցելով ուղղորդի տվյալ ֆերմերը ինչ աճեցնի, որ գեր քանակություն չկուտակվի, ոչնչացնեն ստիպված կամ թերարտադրություն չլինի, ամբողջությամբ փակի շուկայի պահանջարկը։ Եվ այդ հաշվարկով զոնավորման հետևանքում հնարավոր բոլոր պայմանները հաշվի առնելով արդեն դրանից հետո կարող հասկանանք ինչ է անհրաժեշտ ներկրել, ինչը անհրաժեշտ չէ։ Ենթադրենք ծորենի մասով 20% ենք ինքնաբավ, բայց հնարավոր է հասնել 60%-ի, այդ 60%-ը մեզ արդեն համարվի բավարար քանակ եւ անցնել արդեն օրինակ ես դեմ եմ ջրովի տարածքներում ծորեն աճեցնել, որտեղ ջրովի, ոռոգովի հողակտորի վրա կարելի է աճեցնել ծորենից մի քանի անգամ ավելի բարձր արժեք գեներացնող ուրիշ մշակաբույսեր։ Կենթանիների հետ կապված, տեսեք, ինչքան էլ քաղաքականություն վարի պետությունը, եթե մենք չունենք սելեկցիոն կայաններ, մենք չենք ստանում տեղական հարմարված սորտեր, դրսից բերած, ենթադրենք Հոլշտեյնա, Սիմենտալնա, ոչ մսուրային պայմաններում իրանք չեն դիմանում, սատկում են։ Մսուրային պայմաններում պիտի բայց մսուրային պայմաններում էլ ոչ բոլորը կարող են այդ ռացիոնով, այդ ձևով պահել։ Դրա համար սենց տեղի է ունենում կենթանիների գլխաքանակի ստաբիլ նվազում։ Ոչխարաբուծությունը արդեն այնտեղ իր ուրիշ խնդիրներ ունի ու մենք այս կոմպլեքս խնդիրների մեջ պետքա պետական մոտեցում, պետական ռազմավարություն ու ստակ մասնագետների ներգրավում, առանց մասնագետների ներգրավման ու այս հսկա համակարգը պատկերացնելու դու չես կարող, եթե այդ ամբողջը վերևից չնայես չպատկերացնես, դու չես կարող ներքևում լուծումներ տալ։ Լսենք քաղաքացիներին, լսենք։ Ինչ նշանակություն ունի գյուղատնտեսությունը մեր երկրի համար։ Գյուղատնտեսությունը որ զարգանա, հանրապետությունն էլ հետը կզարգանա։ Գյուղատնտեսությունն է պահում մարդկությանը, սննդամթերքը ամբողջը գյուղատնտեսությունից չի գալի։ Ցանկացած մթերք, որ մենք առնում ենք, տես էսա ծորենից ամբողջ մթերքը ուտելիքը գյուղատնտեսությունն է։ Գյուղատնտեսությունը շատ մեծ նշանակություն ունի։ Ուղղակի դե չգիտեմ, գները գյուղատնտեսության հետ կապված խնդիրներով էլ են պայմանավորված։ Վերավաճառման խնդիրը կա։ Չգիտեմ, ամեն ինչ է թանկացել, մենակ գյուղատնտեսական ապրանքները չեն թանկացել։ 100-ից էլ կար, 5000 էլ կա, 1000 էլ կա, 100 դրամանոցը տար, երիկումը 1000-նոց ար։ Լավ, ասենց էլ ապրենք փառքած։ Ճիշտն ասած գներին չեմ նայում, ինչ որ հարկավոր է պետք է առնենք, պետք է առնենք։ Մենք մենակ գործ ենք ունենում վերավաճառողի հետ, դրա համար թանկացած է հասնում մեզ։ Օգնել գյուղացուն, ջերի հարցն է իրենց մոտ դժվար, այդ սերմերի հարցն է դժվար, գյուղացին բողոքում է եւ ճիշտ է ասում, խեղճերը
ծանրաբեռնված են այդ հարկերի տակ։ Գյուղացին եթե չլինի քաղաքացին ինչով կապրի։ Գյուղացին է արտադրում բերում, բայց մեր ղեկավարություն չի թողնում, որ մենք այս ապրանքը վաճառենք։ Մնում է փչանում, լրիվ թափում է։ Պետությունը անում է, ես ինչքան գիտեմ, անում է, ինչքան լսել եմ։ Իմ տան ապրանքն է, ես արտադրում եմ, ես բերում վաճառում եմ, բայց մի քիչ դժվարությամբ, որովհետև մեր մոտն չկա մի բան, որ մենք էսի տանենք ընդեղ վաճառենք, չկանք հասնենք ապարանից Երևան։ Այդ է խնդրեմը։ Հետո էլ մի քիչ խոսում են, չեն թողում, որ գոնե էստե վաճառենք։ Բերքի կեսից շատ են, փջանում թափվում է, չեմ կարող։ Այդքան տեղ որ միջև բերեմ, արդեն տեղն է, չէ՞, արդեն իր ինքն փջանում։ Պետք է գյուղատնտեսության նախարար նշանակվի, որ հիմնականը զբաղվի այդ ոլորտը։ Մի նախարար երկու ոլորտը դա հնարավոր չի։ Պետք է մասնակետել լինեն գյուղատնտեսության ոլորտում, ուրիշ ոչ։ Մենք դժգոհ չենք մեր գյուղատնտեսությունից, բայց դե պետությունը ինչ որ բաներ անում է օգնելու։ Չի անում է, խաղող են մթեր բանանում, գները բարձրացրել է, բան շուկա ունեն, որտեղ տանում են իրանք վաճառում են։ Տանձ ունենք, խնձոր ունենք, գիլաս ունենք, ամեն ինչ ունենք։ Թող պետությունը գա այս ապրանքը գնի տանի։ Ղեկավարությունն այս բաներ ստեղծի, որ մենք կարենանք մի քիչ էլ մենք նորմալ ապրենք։ Գյուղացու շատ եմ սիրում։ Ես շուկա այդքան չեմ գնում, հիմնականում այսպես հանդիպում է ինչ որ ասենք տան համար, երեխեքի համար պետք է գնումներ կատարում։ Ամեն դեպքում ոնց էլ անում ենք մեկը գյուղացին ու բան որ դասակարգը դժվում է։ Առաջարկներ, հստակ, խնդրեմ։ Մենք խոսեցինք գյուղատնտեսությունում տեղ գտած արդեն խնդիրներից, գիտեք, միջև դա ես կցանկանայի նաև ագրարային համալսարանի իմ գործընկերը նշեց մի քանի մտքեր արտահայտեց, բայց ամենայն հարգանքով Հարություն ջան, մենք այսօր հենց այսօր մենք քննարկել ենք նաև ունենք մրցույթ ուսանողների, հերրակա ընդունված ուսանողների, դա այդքան էլ այդպես չէ, որ ագրարային համալսարանը փակվելու եզրին է, ագրարային համալսարանում այսօր բավականին շատ մենք ընդունելություն ունենք եւ Իսկ ինչպես եք մարդկանց շահագրգռում, որպեսզի գան ագրարային համալսարան։ Ես հենց այսօր ինձ ցուցակ են տվել, որ ես 100 հոգանոց կուրս պիտի պարապեմ։ Հերրակա։ Հիմա տեսեք, այո, հերրակա ուսուցում։ Դրանք մարդիկ են, որոնք աշխատում են այդ բնակավարում։ Հիմա տեսեք, դա նաև իմ կարծիքով, դա իմ կարծիքն է, համակարգային խնդիր է, քանի որ չունենք տարեկետում, Հայաստանի բոլոր բուհերի մասին է խոսքը, չունենք տարեկետում, մարդիկ ձգտում են սովորել հերրակա ուսուցման համակարգում եւ աշխատեն, եւ իրենց վարձը տան եւ սոցիալական խնդիր է։ Եվ սա շատ ընդունված է նաեւ աշխարհի շատ երկրներում։ Մենք բավականին փորձ ունենք այդ տարբեր համալսարանների հետ, այո, սա շատ ընդունված է։ Այս առումով խնդրում եմ նաեւ արձանագրենք, որ ագրարային համալսարանը 95 տարվա ուրեմն շատ բարձր ավանդույթներ ունեցող համալսարան է եւ մենք համալսարանի մասին չենք ասում, մոդելի մասին, Արչին ջան, ամենայն հարգանքով, գուցե կարելի է փոխել ձևը, ասեք երկամյա ավելի մասնագիտացված ինչ որ կուրսեր բացել։ Եթե թույլ տաք, ես նշեմ նաև դրա մասին։ Արտոնություններ տալ, որպեսզի մարդիկ գան ձեր մոտ, ոչ թե բոլորը եթե թույլ տաք, ես նաև այդ միտքը նաև կասեմ, մենք ունենք այսօր միջին մասնագիտ նաև համալսարանի ներհամալսարանական քոլեջ եւ ունենք դուալ կրթության համակարգ, այսինքն 1 տարի, տարիուկես ես ժամկետները կարող այս բանին շփոթեմ, ուսանողները գնում են արտադրություն աշխատելու եւ ստանում են բավականին բարձր փորձ մասնագիտական, հետո գալիս են էլի շարունակում են համալսարանում, դուալ կրթությունը դա ինձ միտված է դրան։ Մենք նաեւ այս ուղղությամբ ենք աշխատում։ Բացի դա, երբ որ ուսանողները հերրակա համակարգում սովորում են, նրանք բոլորը գրեթե աշխատում են մասնագիտությամբ։ Կան մարդիկ, ովքեր մասնագիտությամբ չեն աշխատում, բնական է, բայց հիմնական, երբ որ մասնագետները նաև աշխատում են եւ զուգահեռ սովորում են, ունենք մագիստրատուրա, ովքեր աշխատում են եւ երեկոյան 6:30 նրանց դասերն են սկսում։ Փորձել ենք այնպես անել, որ կադրերի գոնե պակաս չունենանք, բայց համենայն դեպս մեզ դիմում են, այո, մեզ դիմում են
մասնագետների համար, մասնագետներ են ուզում, մարդը ուզում է գյուղատնտեսության խոշոր տնտեսություն հիմնել եւ մեզանից մասնագետ է ուզում։ Եվ կան նաեւ պատրաստական երիտասարդներ, ովքեր որ իհարկե եթե մոտ տարածքում են ապրում, եթե իրենց հարմար է, այո, մենք տեղավորում ենք աշխատանքի, առաջարկում ենք եւ իրանք այսօր մենք լավագույն փորձեր շատ ունենք։ Շատ ավելի լավ։ Հիմա առաջարկների վերաբերյալ ներողություն, առաջարկների վերաբերյալ գիտեք, այստեղ մենք խոսեցինք նաև համակարգային թերությունների մասին, առաջարկները ոչ թե մեկ թերթ, կարող են մի քանի թերթ լինել, շատ ավելի լավ։ Անմշակ հողերի մասով եւս։ Անմշակ հողերի մասով հենց առաջինը ես դա եմ նշել։ Հիմա տեսեք, պետք է նախաձեռնել եւ իրականացնել օրենսդրական փոփոխություններ առաջինը, որոնք առաջնահերթ ուղղված կլինեն անմշակ հողերի վարելահողերի տարածությունների կրճատման, այսինքն գոնե չեն թույլատրի, որ մենք ունենանք, այսինքն մարդիկ հողերը չմշակեն։ Եղել է ժամանակ, մինչև 18 թիվը նախկին գյուղնախարարության ժամանակ մենք նախաձեռնել ենք նաև նմանատիպ, ուրեմն քննարկումներ, ուղղակի չգիտեմ, կիսատ մնաց։ Բայց հիմա ես չունեմ տեղեկատվություն, արդյոք զբաղվում են այս հարցով, արդյոք նախապատրաստում են օրենսդրական փոփոխություններ, բայց այստեղ պետք է հստակ արդեն սահմանվի մի քանի ուրեմն տերմիններ, կատեգորիաներ կամ եզրույթներ, որոնք պետք է լինեն օրինաչափ օրենսդրական դաշտում։ Եվ եթե կարողանան օրենսդրական այս փաթեթը մշակել համապատասխան պետական այրերը կամ կազմակերպությունները, շատ լավ կլինի։ Վերջին հաշվով հողօգտագործողը ինքը գոնե պարտավորված կլինի, որ ինքը ունի հող եւ պետք է մշակել, եթե չմշակեց արդեն այդ հողը ինքը դեգրադացվելու է եւ հետագայում արդեն նրան նորից կյանք տալ շատ դժվար կլինի։ Եվ ծախսատար։ Եվ ծախսատար, այո։ Մյուսը առաջարկների։ Երկրորդը, տեսեք, մենք մարդուն ֆերմերին կամ հողօգտագործողին փոքր գյուղացիական տնտեսությունների մասն է խոսքը։ Մենք ասում ենք մշակի, հողդ մշակի։ Բայց երբ որ ինքը մշակում է իր համապատասխան ներդրանքներով, հետո ապրանքի իրացման խնդիրը մենք չենք լուծում։ Մենք ասում ենք մշակի, գումար ծախսի, բայց մենք թողնում ենք իրեն իր արտադրանքի հետ, ինքը չի վաճառում, ներկրում են, չգիտեմ, շուկան ազատ է։ Մարդիկ ներգրում են, բերում են, շուկան ազատ է, բայց այս ազատ շուկայի մասին էլ էլի ես մենք բոլորս էլ ազատ քաղաքացիներ ենք, ազատ մարդիկ ենք, բայց դա չի նշանակում, որ մենք պիտի անենք ամեն ինչ, ինչ որ ուզում ենք։ Նույնն էլ շուկան ճիշտ է, ազատ տնտեսական հարաբերություններ են, բայց պետությունը ինքը պետք է վերահսկողություն սահման եւ որոշ նորմեր պիտի լինեն, որոնց մարդիկ տնտեսավարողները, որոնց շրջանակներում պիտի գործեն կամ այդ ազատությունը իրենց թույլ տան։ Մի քանի բան էլ որ ես փորձեմ։ Ինչ հետո կասեք։ Լավ։ Խնդրեմ։ Գյուղատնտեսությունը այդ այնպես ցիկլ է, որ պետք է ամեն ինչ որ անում ես, պետք է սկզբից է սկսում, ասենք թե մեկը մշակում է, մեկը վաճառում է։ Հիմա ասենք թե շատ դեպքերում ելնում է, որ վաճառում են ոսկե 100 դրամով 1 կիլոգրամ կարտոֆիլը, գալիս ես նույն սուպերմարկետում մտնում ես, տենում ես 250 դրամ։ Ասում ես, ինչի պետք է տենց լինի։ Ասենք թե 30% արդյունաբերություն, բայց ոսկե 300% արդյունաբերություն այդպես բան ուր դե տեսը։ Լուբոյ դերսի լուբոյ պետություն այդպես բան չկա, ասենք թե 100 դրամ, մեկ էլ 300 դրամ։ Աճեցնողի համարյա պլյուս-մինուս մի քիչ է, ոսկե ասենք թե կարող մի 20% եկամուտ ունենա, բայց վաճառողը 300%, ասենք թե այդ բալանսն էլ պետք է պահեն։ Վերահսկել է։ Հա, վերահսկել է պետք է ամեն ինչը, որովհետև այդպես բան չի կարալ, ասենք թե հիմա նույն այս մարդը, ասենք թե կաթը արժի 130 դրամ, բայց այդ նույն 130 դրամով որ մտնես, մի լիտր կաթ չես կարող առնես, դաժե 100 գրամ չես կարող առնես սուպերմարկետից։ Դրա համար այդ ամեն ինչը որ բալանսի մեջ լինի, արդեն ամեն ինչով զբաղվելը ձեռ կտա մարդկանց, մարդիկ զբաղվեն դրանով։ Իսկ ինչ որ վերաբերվում է, որ երեխաները չեն ուզում այդ գյուղատնտեսություն սովորեն, որովհետև ասենք թե գնաց սովորեց, ինչ պետք է անի հետո։ Ասենք թե այդ մարդը հա սովորեց, դիպլոմը տվին ձեր, բայց այդ մարդուն փորձ է պետք։ Իսկ այսօրվա տնտեսագիտությունը ունեցա, որ խոսքը առանց փորձ ով կվեկալի մեկին աշխատանքի։ Դրա համար պետք է գոնե 2 տարից թե վերապատրաստվեն, 3 տարի ուրիշ այլ երկրներ էթան, փորձ ձեր բերեն, կանցնեն, որ իրանք ազատ այդ ամեն ինչին մոտիկանան։ Ամեն մասնագետ իր կարիքը ունեն ու իրան ոսկի դիմեն, բայց շատերը ով է մեկին նույնիսկ դիմում։ Եկալեց սերմը տարավ ցանեց, ինչ է լավ էլա, իր խելքով էլ մի բան արեց, բերեց
տվեց իր թունավորով, ինչի՞ց թունավոր, այն օր լսում ենք տելեվիզոր հնդիկները թունավորվել են, ասել թե ինչի՞ց են թունավոր, թե պիցայից են թունավորվել, թե պամիդորից, թե լաստոց գիտի։ Հնդկական ստամոքսը կայուն չէ։ Երևի, հատկապես մեր ուտելիքին։ Ինչ է անհրաժեշտ գյուղում բնակվող մարդուն իր խնդիրները լուծելու համար եւ գյուղատնտեսությամբ զբաղվելու համար, որպեսզի չգա մայրաքաղաք։ Իմ կարծիքով գյուղացուն երիտասարդի համար պետք է ստեղծել ընդհանրապես պայմաններ։ Այսինքն եթե ինքը հստակ իմանա, որ զբաղվի գյուղատնտեսությամբ, կայուն եկամուտ ունենալու, կզբաղվի։ Ինչ պայմաններ էլի, օրինակ։ Օրինակ նույն սպառողի խնդիրն է գյուղատնտեսության մեջ, որ օրինակ մի տարի շարունակ անասունին դու պահում ես, կերակրում ես ու վերջում սպառող չկա, մսամթերքի իրացման համար սպառող չկա։ Իսկ սպանդանոցները պահանջ են լրացուցիչ ձեզ համար, ինչպես եք այդ հարցը լուծում։ Սպանդանոցների այդ կարծիքի հետ ես համամիտ չեմ, սպանդանոցը, այսինքն սպանդանոցի համար պահում եմ կենդանին ես, գինը որոշում են իրանք։ Պետք է հստակ այն ինչ որ մասնագետները կան, որոշում են, ծրագրեր են գրում, ինչը որ թղթի վրա պետք է օգտագործվի պրակտիկ։ Այսինքն գյուղատնտեսությունը պետք է ղեկավարվի իմ կարծիքով, որ տեղանքին ինչը որ հարմար է ժողովուրդը, ինչով որ ուզում է զբաղվի, կոնկրետ աշխատեն դրա ուղղությամբ։ Իսկ այս սպանդանոցների հարցը կոնկրետ ձեր տարածքում լուծված է, օրինակ եթե դուք ուզում եք մսամթերք։ Լուծված է, բայց կա հեռավորության խնդիր, օրինակ մեր գյուղից 45 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում ամենամոտիկ սպանդանոցը։ Իսկ գյուղմթերքը ինչպես եք իրացնում։ Ոնց եք վաճառում օրինակ։ Վերջի տարիներին հիմնական մասը աշխատում են մսամթերքի վրա, կաթի ինքնարժեքի ցածր լինելու պատճառով։ Վերջի մի քանի տարիներին մսամթերքը ավելի արժեքը բարձրացավ, ձեռնտու էր գյուղացիներին, բայց օրինակ այս տարի համեմատած ավելի ցածր է գինը։ Դուք ինչպես եք լսում կառավարության ծրագրերի մասին, ձեզ դրանք հասանելի են թե չէ, իրազեկում են թե ԶԼՄ-ներով, լրատվամիջոցներով պետք է լսեք, կամ զգում եք, որ օրինակ ինչ որ մի բան մշակվեց, ծրագիր, որը հենց ձեզ համար է, ոնց է հասնում դա ձեզ։ Ծրագրեր կան, որ մշակվում են մեզ համար են, բայց առաջնային ծրագրերը չեն իմ կարծիքով։ Որոնք են առաջնային ծրագրերը։ Առաջնային ծրագրերը նրանք են, որ հասարակ գյուղացուն աջակցեն կամ ինչ որ ենթադրենք ես գումար չունեմ, 0-ից ուզում եմ գյուղատնտեսությամբ զբաղվեմ, հող չունեմ, մեր մոտ մի հեկտար հողատարածքի կադաստրային արժեքը մինչև 600,000 դրամ հասնում է։ Այսինքն երիտասարդը չունի այդ հնարավորությունը, այդ ֆինանսները, որ ներդնի գյուղատնտեսության մեջ։ Կարող են ներդնեն տեղական անասունների, օրինակ, կամ ավելի փոքր տնտեսությունների մեջ, բայց արդեն շուկայի մրցակցության մեջ չեն կարող մտնել։ Գյուղատնտեսությունը իրենից ենթադրում է կոմպլեքս, մեծածավալ, հսկա աշխատանքի համատեղ մեծ շտաբով մասնագետների համախմբված աշխատանք։ Եվ հիմնական գյուղատնտեսության ոլորտն, որ գրեթե ամբողջ աշխարհում պետությունը խիստ համակարգում է։ Առանց պետության, օրինակ Իսրայելում 1 կիլոգրամ ավել լոլիկ չի արտադրվում, ինչի համար որ նրանք ունեն ջրի դեֆիցիտ եւ նրանք գտնում են, որ այդ 1 կիլոգրամ ավել դեպքում ավել ջուր կօգտագործեն, հետեւաբար պետք է չանեն։ Ամեն ինչը հաշվարկված ըստ իրենց ցուցանիշների։ Հայաստանում առաջինը ըստ իմ սուբյեկտիվ կարծիքի զոնավորման հարցը պիտի լուծվի։ Երբ որ զոնավորման հարցը լուծես, արդեն այդ ընդհանուր
բազմության մեջ դու կհասկանաս, որ մշակաբույսը ինչ աճեցնես, որ ամենամեծ եկամուտը ստանաս, ամենամեծ եկամուտը եւ ինչ աճեցնես։ Ամեն մեկի մտքով չանցնի ինչ-որ։ Իհարկե, բնականաբար արդեն բանկերի միջոցով, պետական քաղաքականության միջոցով ըստ մարզերի, ըստ տարածաշրջանների ուղղորդել եւ ամեն ինչը կհեշտանա ենթադրենք, որ կենտրոնացվի որոշակի մշակաբույսերը մի տարածաշրջանից մի մշակաբույսերը մյուս տարածաշրջան եւ համապատասխան մթերման կայաններով, լոգիստիկ կենտրոններով արդեն տարայավորման, փաթեթավորման ճիշտ բերքահավաքը կազմակերպելու շնորհիվ կոլխոզը, սովետական կոլխոզը ինքը շատ լավ նախադեպ էր, որը ամբողջ աշխարհում դա արեցին արդեն կոոպերացիան միջոցով։ Բազա էր ու ամբողջ աշխարհը խոշորացվում է այդ առումով եւ կոոպերացիաները շատ լավ աշխատում են ու մեր երկիրն էլ բացառություն չի, այդ կոոպերացիաները խիստ անհրաժեշտ են։ Եվ ամենակարևոր խնդիրը զոնավորումից հետո ոռոգման համակարգի բարելավումը, կաթիլային ոռոգման համակարգը դա այլընտրանք չունի կարելի ասել, որոշ տարբերակների դեպքում անձրևացման համակարգերը եւ ամենակարևորը մեմբրանային ավազաններ պիտի հիմնվի, որտեղ մենք այս մեր ամբողջ տարածաշրջանում Պարսկաստանում Ուրմիա լճի պատմությունը գիտեք, որ ամբողջությամբ ցամաքեց։ Եվ Վանը իջնում է Ադրբեջան, Հայաստան, Իրան, Թուրքիա, Վրաստան, այդ բոլոր երկրների մեջ ամենաջրով ինքնաբավ երկիրը մենք ենք։ Մեր մակերեսային կուտակման ջրերը 9 միլիարդ խորանարդ մետր են, պաշտոնական տվյալներով 7 միլիարդ, որից կորուստը կազմում է 7.5 միլիարդ կամ 5.5 միլիարդ պաշտոնական տվյալներով։ Ճիշտ պետք է կառավարել ջրային ռեսուրսները։ Ջրային ռեսուրսները ճիշտ չկառավարելու հետևանքով մենք շատ լուրջ խնդիրներ ենք ունենալու։ Եվ ջուրը թիվ 1 գանձնա 21-րդ դարի ցանկացած երկրում, ցանկացած ոլորտում, այդ թվում նաև գյուղատնտեսության մեջ։ Ոռոգման համակարգի բարելավման, ավազանների կառուցման, ջրամբարների կառուցման աշխատանքներից հետո հստակ ճիշտ մասնագիտական կազմի ընտրության դեպքում արդեն գալիս է հաջորդ քայլը սննդի արտադրություն։ Մենք ունենք, այսպես ասած, բրենդավոր, մենք շատ լավ կարող ենք աշխարհին ներկայանալ գաստրոտուրիզմի բնագավառում, որտեղ արևային օրերի քանակի մեծ քանակի շնորհիվ մեր պտուղ բանջարեղենը համեմատաբար ավելի համեղ է, նաև մսամաթերքն էլ համեղ է։ Եվ դրանով մենք կարող ենք աշխարհին ներկայանալ գաստրոտուրիզմով, մանավանդ այս լոw-cost-երների պայմաններում, բանի պայմաններում ռեստորատորները ճիշտ աշխատելով հայկական գյուղմթերքը ճանաչելի դարձնենք, այդ թվում նաև խմիչքները, գինիները եւ մեր մոտ աշճանաբար զարգանում են մրգողիները, որոնք իրականում օղի չեն, չգիտեմ ինչի, ես հույս ունեմ այդ անվերջապես մի անուն կհորինեն կդնեն այդ դիստիլյատներին, մրգողիները աշխարհում մեծ պոտենցիալ ունեն զարգանալու եւ սննդի արդյունաբերության մեջ եւ բրենդավորման հետևանքով մեր գյուղատնտեսությունը կարող է նվաճել շատ մեծ բարձունքներ եւ մասնագիտական ճիշտ աշխատանքի խորհրդատվության անձնակազմի հավաքագրման եւ համակարգված աշխատանքի շնորհիվ։ Պարոն Ազարյան, ձեր առաջարկները կարծում եմ էլի կան։ Իհարկե կան առաջարկները, ես արդեն խոսեցի քիչ թե շատ գամկերի կամ մարզային խորհրդատուների եւ գիտասփյուռ ծառայության, գիտության եւ արտադրության կապի վերականգնման կամ բարելավման ասեմ, չասեմ վերականգնման, բարելավման ուղղությամբ, այսինքն եթե մենք ունենք նոր լուծումներ գիտության մեջ, պետք է դրանք հասնեն ֆերմերներին, դրանք պիտի հասանելի լինեն։ Շատ ցանկալի կլինի, որ այդ կառույցները վերականգնում են եւ մարդիկ ուղղակի միայնակ չմնան իրենց խնդրի հետ։ Եվ շատ կարեւոր կլինի, եթե պետական աջակցության ծրագրերը վերանայվեն։ Շատ կարեւոր է դա։ Տեսեք, մենք ունեցել ենք տարբեր ծրագրեր, իրականացրել ենք տարբեր ծրագրեր, գյուղատնտեսության նախարարության կողմից են դրանք իրականացվել։ Առաջին հայացքից թվում է թե դրանք Դուք ներողություն, որևէ ծրագրի մասնակցել եք, գոնե sense հարցրել են, այս ծրագիրը էֆեկտիվ կլինի թե ոչ։ Մենք ծրագրերը, որ իրականացել, ես եղել է ժամանակ, որ աշխատել եմ գյուղատնտեսական նախարարությունում եւ այդ ծրագրերը իրականացնել ծրագրին մասնակցել եք։ Բուսաբուծության մասով ես կարող եմ ասել։ Հիմա տեսեք օրինակը բերեմ,
Առաջին հայացքից դիզվառելանյութի մատչելի գնով մենք դիզվառելանյութեր ենք տվել, այսինքն պետությունը սուբսիդավորել է, ընդունենք 1 լիտրի համար 64 դրամ, օրինակ եմ ասում։ Առաջին հայացքից թվում է, որ 1 հեկտար օրինակ ցորենի մշակության համար դա այդքան էլ արդյունավետ չէ։ Եթե մենք վերցնում ենք ինքնարժեքի բանով բերքը եւ այլն, ինչքան մենք տալիս ենք 1 հեկտարին, հա 64 դա ինքը փոքր թիվ է կազմում։ Առաջին հայացքից դա այդպես է։ Բայց եթե մենք տալիս ենք հողօգտագործողին ռեսուրս, դա պետք է դիտել ռեսուրս, մատչելի գնով։ Մարդը ունի դիզվառելանյութ, գոնե վառելանյութը տալիս է տրակտորիստին, ինքը հողը մշակում է, վառում է եւ հաջորդ քայլերը ինքը արդեն չի ասի ստիպված, բայց գոնե ինքը օգտագործում է, հողը վառած է չի թողելու առանց ցանել։ Իսկ մեր խնդիրը գլխավոր որն է, որ հողը վառվի, մշակվի, արտադրվի, արտադրություն ունենանք։ Չմնա դա։ Այստեղ դեռևս մենք չենք խոսում մասնագիտական մոտեցումների մասին, երբ վառվի, ինչ արվի, բայց գոնե այս կարգի ծրագրերը պետք է պետականորեն պետության աջակցության ծրագրերը պետք է վերանայել։ Ես կարծում եմ, եւ ցանկալի կլինի սերմանյութի հետ կապված, սերմացուները ժամկետների հետ կապված նույնիսկ եղել են դեպքեր, երբ որ միջև սերմացուն հասնում է արդեն Հայաստան, արդեն շատ ճիշտ եք ասում, արդեն ժամկետների հետ կապ, միջև գալիս է արդեն մարդիկ չեն կարողանում աշնանացան անել կամ գարնանացան արդեն ուշացած է լինում։ Սրանք շատ կարևոր են, այս կարգի հարցեր, այդ հարցերով զբաղվելու են պետական կառույցները, պետական ովքեր մշակում են ռազմավարություն։ Եվ վերջին հաշվով, ինչ ռազմավարություն են մշակում, եթե այս հարցերը մեծ հաշվով մենք զգում ենք, որ բարձր հողի վիճակում են։ Ինչ ռազմավարության մասին է խոսքը, երբ որ մենք արդյունքում ունենք այսքան ուրեմն վառելահող չմշակված կամ մենք ունենք այս կամ այն խնդիրները։ Ներողություն, ես շատ արագ ավարտեմ, նորագույն տեխնոլոգիաներից խոսեց իմ գործընկերը, շատ շնորհակալություն, ուրեմն այո, թվային տեխնոլոգիաները պետք է ներդրվեն արդեն Հայաստանի Հանրապետությունում։ Մենք ունենք, այն ինչ որ խոսում ենք, մենք ունենք լավագույն օրինակները։ Այսօր մենք ունենք լավագույն տնտեսությունների, ճիշտ է, դրանք շատ չեն, բայց խոշոր տնտեսությունները։ Այսօր իրականացնում են գյուղատնտեսական շատ հիանալի արտադրություն, մասնագիտական մոտեցումներով, շատ հարցեր այնտեղ բարձր մակարդակի վրա են դրված։ Ես անուններ իհարկե չեմ տալու, բայց գիտենք հերոսները։ Պարոն Հովսեփյանը գտա այդ անունները, տեխնոլոգիաների մասով խնդրում եմ ասեք, հիմա մարդկային, որտեղ խոսացինք ընթացքում միտք առաջացավ, մենք սկզբից որ ուզեցանք Վարդենիսում այդ տնտեսությունը զարգացնելու համար, մենք դիմեցինք կապալոններ, ով որ կաթելային համակարգ են ներբերում պետական ծրագրով, իրանք մեզի հաշվեցին մի 6500-ից 7000 դոլար մի հեկտարի։ Իսկ մենք ինքներս ներմուծեցինք, Ռումինիայից, Իսրայելից, տարբեր երկրներից ներմուծեցինք, մեր վրա նստավ 2000 դոլար կաթելային մի հեկտարը։ Հիմա ասենք թե իմաստն է կորում, եթե պետական ծրագրով անես քեզի հաշվեն 7000 դոլար, 50% հետան, որը հիմա ասենք թե մենք անում ենք 2000 դոլար է մեր վրա, իմաստը ո՞րն է դիմենք պետական ծրագրին։ Հիմա մենք այդ ամեն ինչը պատրաստել ենք, մենք դաժե խնդրում ենք, որ թողան տենա, որ այդ ամեն ինչը պատրաստը ու աշխատում է, գոնե թող մեր այդ 2000 դոլարից 1000 դոլարը հետան մեզ։ Ոսկի ասենք թե իմաստը ո՞րն է, որ մեր վրա պետք է հաշվեսի 7000 դոլար, 7000 դոլարից մեզի 50% հետան, էլի 1500 դոլար թանկ է ստացվում։ Իմաստն է, որ դուք տարբերակը գտել եք իրենցից չօգտվել բերելու այստեղից, ճիշտ է, ամեն մարդ այդ հնարավորությունը չունի, որ այդպես տարբերակներն, բայց մենք արել ենք, մեր մոտ ստացվել է, թողան տենան, հաշվարկեն, մեր ծախսած այդ լրիվ վերանայել, էֆեկտիվ դարձնել։ Այո, ձեր փորձը։ Այդ ամեն ինչ ինչ որ բերվել է, մեր ծախսածի 50%-ը գոնե հետ տան։ Պարտադիր չի 7000 դոլարի 50%-ը տոտ, 2000 դոլարի 50%-ը տան, էլի լավ կն, էլի այդ ինչ որ տան, էլի մենք կարանք այդե ներդրում անենք, էլի ավելի լավ լինի, ավելի սիրուն լինի, ոչ թե ասենք թե հիմի փաստորեն մենք ինչ անում ենք, ոնց որ այդ ամեն ինչը մնա մեր վրա, բայց ինչի պետք է տենց լինի, էլի որ Եթե որ լավ ալնում, պետք է լավ ձևով նայեն։ Այո։ Մենք մոտեցանք ամփոփման առաջարկների ամփոփմանը։ Առաջինը օրենսդրական փոփոխություններ անմշակ հողերի վերաբերյալ, շուկայի կարգավորում, գների վերահսկում, ստեղծել պայմաններ։ Այո։ Եվ լուծել իրացման խնդիրը։ Իրացման խնդիրը պետական համակարգում զոնավորման հարց, ռոռոկման համակարգի բարելավում, ավազանների կառուցում,
Գաստրոտուրիզմի հետ զարգացում, մասնագիտական կիրառումներ, լոգիստիկ կենտրոններ, վերանայել պետական ծրագրերը, սերմանյոն նյութերի մատակարարման ժամկետներ եւ իմ կողմից ես մի առաջարկություն եմ ուզում ներկայացնել։ Ավարտենք իրենցը մինչև ձեր առաջարկը կլսենք, մարզային խորհրդատուների կարիք կա նաև, պետական աջակցության ծրագրերի վերանայման հարց կա, նորագույն տեխնոլոգիաների ներդրում, ինչպես նաև ունենալ գյուղատնտեսության նախարարություն եւ ձեր առաջարկը։ Եվ դուք բոլորդ գիտեք եւ ես իմ շրջապատում հանդիպում եմ, երբ գյուղի մասին ինչ-որ խոսք է լինում, հեռախոսը բացում է, ասում է հիմա կնայենք YouTube-ով ինչ-որ մի բան։ Եվ սովորաբար այս բոլոր խորհուրդները YouTube-ով դա մեր տարածաշրջանի հետ կապված չէ, դա ուրիշ երկրների հետ է, ուրիշ կլիմայական զոնաների եւ այլն եւ այլն, բայց դա առաջնային է։ Ինչու չունենալ YouTube-ով գյուղատնտեսական հարցերի հարթակ, հարցերի պատասխան հատուկ, հա, մասնագետների կողմից։ Հիմա օգնենք էլի մարդկանց, ինչու թողնենք սենց, որ իրենց աշխատանքը գումարը ուղղակի փոշիանա եւ ասեն այս տարի սալոր չկա, ծիրան չկա։ Եվ քանի որ անցած տարի սալոր չկար, մյուս տարի չզբաղվեմ սալորով։ Հա, եւ ծառեր են կտրում։ Կարող ես հավելեմ ծիծաղելի, ինչի, բայց TikTok-ում էլ կարճ տեսանյութերը ագին լավ ազդեցություն են ունենում։ Բացարձակ ծիծաղելի չի, այո, իհարկե։ Մարդկան կարող մտածում, այ TikTok-ը հայկական տիրույթն է, էլի։ Հա, այդ չասած էկոլոգիական կանաչ բարենպաստ Հայաստան ստեղծելու կապակցությամբ, որ պարոն Ծառուկյանը եկել էր Վարդենից, ասում էր Արմավիրում, Արարատում զարգացնելա պետք է, սա ճիշտ է, ամեն ինչը զարգացնել պետք է։ Ամեն ինչը պետք է, բայց ասենք թե մի այս երկրում ունենց է դարը, որ մի բան ուզում ես զարգացնել, դու պատրաստ ես ներդրում անես, զարգացնես, բայց որ ում խոսում ես, ասում է հենա ես ինքս կզարգացնեմ, ու տենց ասում է տարիներ իրանք չեն զարգացնում, բայց չեն մտածում, որ ժամանակը եթում է, ժամանակը չի սպասում, որ ինքը 20 տարի հետո դրանով զբաղվել է։ Այսօր մեր երկրում ոչ թե ներդրումի խնդիր կա, հայ հողի խնդիր կա։ Հողերը սաղ մանր բաժանել են, ասենք թե մեկը որ մշակում է, եթե հարևանը ուզենա մշակի, դրանք այնքան մանր են բաժանել, որ դա մեկը մյուսին խանգարում է։ Ասենք թե մեկը ցանում է մի կուլտուրա, մեկը ցանում է մի կուլտուրա։ Մի հիվանդություն, ուրիշ հիվանդություն։ Տարբեր կուլտուրաներ ցանում են, մեկը խոտի այնրան կարելի է սրսկել, այնրան չի կարելի, ու մեկը մյուսին խանգարում է։ Ու տես տարիներ շարունակ այդպես մնում է։ Նախ այդ պետական հողերը լրիվ որ վեկալելա, պետք է իրանք հողը ճիշտ օգտագործեն։ Եթե չես օգտագործում, ինչես վեկալա։ Պետությունից վեկալում են, ասենք թե 3000 դրամով, պետությունից վեկալում են 3000 դրամով, դե ասում են դե 3000 դրամն ինչ է, կտանք էլի 1 հեկտարի համար։ Ու տենց մնում է հողը անմշակել, ու տենց ով էլ ուզում է զարգացնի, այդ հնարավորություն չունի զարգացնել, որովհետև հող չունի։ Ով էլ հող ունի, ցանկություն չունի, ով որ չունի ուզում է ցանկություն ունի, մեկը մյուսին խանգարում է էլի։ Ահա այսպիսի հարցերի եւ առաջարկությունների մեծ տրցակով մենք ավարտում ենք մեր քննարկումը, բայց լսում ենք արհեստական բանականությանը։ Մրցունակ գյուղատնտեսություն ունենալու համար պետք է N. Տեխնոլոգիաներ ներդնել, խելացի օրոկում, սենսորներ, ագրոդրոններ, բարձր բերքատու եւ օրակյալ մշակաբույսեր օգտագործել, վերամշակել արտադրանքը, ոչ թե հումքով վաճառել, Չեն, արտահանման շուկաներ զարգացնել, սերտիֆիկացում, բրենդավորում, լոգիստիկա, շերմերներին ֆինանսավորել ու ապահովագրել կլիմայական ռիսկերից, կրթություն ու գիտություն զարգացնել նոր տեխնոլոգիաների կիրառման համար, Ֆետ, էկոլոգիապես կայուն լինել պահպանել հողերն ու ջրերը, կարճ ասած, գիտելիք տեխնոլոգիա շուկա մրցունակ գյուղատնտեսություն։ Իսկ դուք նախարար եք ուզում, խնդրեմ։ Արհեստական բանականության։ Այսպիսին էր մեր այսօրվա քննարկումը, շնորհակալություն։ Ինչ է անհրաժեշտ Հայաստանին։ Ինչ։ Ժպիտ։ Արժանապատիվ կենսաթոշակ։ Անվտանգություն։ Մեզ անհրաժեշտ է առողջ սնունդ։ Շատ լավ ֆուտբոլ ու լավ կինո։ Կենսունակ տնտեսություն։ Միջազգային գործընկերներ։ Որակյալ կրթություն։ Բարեկիրթ քաղաքացիներ։ Շատ երեխաներ ու բարություն։